Գրի թանկացումը համարում եմ իրատեսական, ինչ կա դրա մեջ որ։ Իսկ ինչով կպայմանավորեք, պարոն Բագրատյան։ Դա ինչ որ ՌԴ-ից կլինի գազի թանկացումը, իշխանությունների համակարգի սխալը։ Գազի թանկացման հարցում մեր իշխանությունները ընդհանրապես կապ չպետք է ունենան։ Ի վերջո գազի գինը ում է վերաբերում հայրուս գազարդին, որը Ռուսաստանից գազ է գնում։ Ումն է հայրուս գազարդը, Ռուսաստանին է։ Ո՞վ է վաճառողը, էլի Ռուսաստանին է։ Մեր էներգետիկա նախարարը ինչ է բանակցում, չեմ կարողանում հասկանալ։ Ինքը ինչ գործ ունի, քիթ ինչ է խոթում դրա մեջ։ Ինչ վերաբերում գազի գնի թանկացմանը, Գազպրոմը գազի մեծածախ գինը թանկացնում է իր բաների համար։ Իրենց իրավունքն է, համակարգն իրենցն է։ Եվ ես կարծում եմ, ընդհանրապես մենք պետք է գազի սակագիներ չսահմանենք։ Կարգավորող հանձնաժողովի գործը չի դա։ Իսկ պարոն Բագրատյան, դա կլինի ըստ ձեզ հոկտեմբերի 1-ից հետո, թե կան կարծիքներ, որ նախագահականից հետո կլինի։ Մեծածախ գնի թանկացումը կարող է ավելի շուտ լինել նախագահականից, մինչև այդ մանրածախ գինը չփոխեն, հետո ընդհանրապես հնարավոր է մանրածախ գինը չփոխեն, որտեղ մանրածախ գնի մեծածախ գնի մեջ շատ մեծ տարբերություն կա։ Հայրս գազարդի շահութաբերությունը մեծ է։ Ես չեմ կարող դա ասել։ Բոլոր դեպքերում գազի գնի թանկացում կլինի։ Հնարավոր նախագահից հետո կարծում եմ գազի գնի հետ միասին կթանկանա էլեկտրոէներգիայի գները եւ մյուս գները։